Մեծ էկրանին Անահիտն է, 20-ամյա աղջիկը փոքրուց բժիշկների ուշադրության կենտրոնում է։ Հիվանդանոցային այցերը նրան չհոգնեցրին, ավելին կողմնորոշեցին մասնագիտության ընտրության հարցում։ Նա պատրաստվում է հիվանդանոցի դուռն առաջիկայում բացել բժշկի կարգավիճակում։ 9-րդ դասանից հետո որոշեցի բոլորիս թաքուն ընդունվել բժշկական քոլեջ, նույնիսկ ծնողներս չգիտեին, որ ես գործերս տվել եմ բժշկական քոլեջ։ Քննությունից հետո երբ ընդունվա, նոր բոլորին հայտնեցի եւ ամենաառաջին ուրախությունը դա էր, որ չառանձնացնելով մնացածից, չառանձնացնելով ուրիշներից ինձ ընդունեցին։ Անահիտը 12 հերոսներից մեկն է, որոնց մասին նկարահանված վավերագրությունները ցույց են տալիս։ Ֆիզիկական խնդիրները խոչընդոտ չեն կյանքը լիարժեք զգալու ու դրսևորվելու համար։ Անահիտի հետ աշխատանք արագ ու հեշտ է ստացվել Ալբերտ Սարգսյանի համար։ Աղջիկը կենսուրախ բնավորություններ ոգևորում։ Երիտասարդ ռեժիսորը ամփոփում է 7 ամսվա աշխատանքը, որն իրականացրել է Disability Info ՀԿ-ի հետ։ Բոլորը տարբեր էին ու այդ բոլոր մարդիկ ինձ սովորացրեցին ավելի շատ գնահատել կյանքը, ավելի շատ ուրախանալ մանրուքներով։ Հաշմանդամություն ունեցողների success story-ները հավաքել է նաև Փյունիկ ՀԿ-ն։ 17-ամյա Սոֆիկը դպրոց չի գնում, գտել է տաղանդը ցույց տալու ու իր համար եկամուտ ստանալու միջոցը, ասեղնագործում է։ Ես կանոն եմ անում, հետո դնում եմ իրեն նայում են վաճառվի։ Ձեռքի աշխատանքների ցուցադրությունում առանձնացել է Արսենի անկյունը։ Այստեղ նրա փայտե փորագրություններն են ու պատրաստած ոսկե զարդերը։ Արդեն 3 տարի է որ զբաղվում եմ։ Դեկտեմբերի 3 հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է։ Մասնագետները հաջողության պատմություններով են ցույց տալիս։ Հավասար հնարավորությունների դեպքում նրանք եւս կարող են մրցունակ լինել աշխատաշուկայում։ Նազալի Գրիգորյան, Գառնիկ Մելքոնյան, Ալբերտ Գալստյան, ժամը լրատվական։